օրակարգով է Փաշինյանը գնացել Մոսկվա, ինչու է Միացյալ Նահանգները հետ կանչում իր դիվանագետներին, այդ թվում Հայաստանից, ինչի համար են շանտաժարել հոգևորականներին եւ ինչ են գրում թուրքական լրատվամիջոցները հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի մասին։ Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում կրկին ABC լուրերն է, ես Զգարնուն Թավթյանն եմ եւ առաջիկա րոպեներին կներկայացնեմ ժամի վերջին նորությունները։ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Իլհամ Ալիևը չի մասնակցել դեկտեմբերի 21-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, քանի որ Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չէ։ Ալիևի մասնակցությունն ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին նույնպես չի կայացել, նրա խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը առանձին ոչ պաշտոնական հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հետ Սանկտ Պետերբուրգում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների ավանդական հանդիպման ընթացքում։ Ինչպես հասկացանք, Ալիևի հետ հանդիպումը չի կայացել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշել է հետ կանչել աշխարհի մոտ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին ու բարձրաստիճան դիվանագետներին։ Այդ դեսպանների շարքում է նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը, հայտնել է Associated Press լրատվական գործակալությունը։ Պետդեպարտամենտում աշխատող երկու պաշտոնյաներ, որոնք ցանկացել են անանուն մնալ, հայտնել են նախորդ շաբաթ առնվազն 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարների տեղեկացրել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս քայլով Թրամփը ցանկանում է արտերկրում ունենալ դիվանագետների, որոնք լիարժեքորեն աջակցում են Ամերիկան առաջինը կարգախոսով հայտնի իր քաղաքական առաջնահերթություններին։ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թվականի փետրվարի 16-ին։ Նա Հայաստանում Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է։ Զուգահեռ Ջերուսալեմ Փոստը գրել է, որ Իսրայելը պետք է վերաիմաստավորի իր կապերը Հայաստանի հետ։ Պարբերականը գրել է, որ տասնամյակներ շարունակ Իսրայելն ու Հայաստանը պահպանել են քաղաքավարի, բայց զգույշ դիվանագիտական հեռավորություն, երկու փոքր ժողովրդավարություններ, որոնք բաժանված են ռազմավարական հաշվարկներով, մրցակցող տարածաշրջանային դաշինքներով։ Սակայն հիմա տարածաշրջանային իրականության փոփոխությունը հնարավորություն է տալիս ավելի խոր, ավելի իմաստալից հարաբերությունների, որը չի պահանջում, որ Թել Ավիվը նվազեցնի իր գործընկերությունն Ադրբեջանի հետ։ Ռազմավարական դիվերսիֆիկացիան ռազմավարական դավաճանություն չէ։ Իր վրա վստահ տարածաշրջանային դերակատարը պետք է կարողանա հավասարակշռել բազմաթիվ հարաբերությունները առանց շահույթ կորուստ հասկացության գերին դառնալու։ Պետք է ինստիտուցիոնալացվի Իսրայել-Հայաստան ռազմավարական երկխոսությունը, զգայուն հարցերը, այդ թվում պաշտպանական արտադրանքի արտահանումը, տարածաշրջանային ազդանշանային համակարգերը եւ ճգնաժամային հաղորդակցությունը։ Բարեկամ երկրներն ինչպիսին են Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաեւ Միացյալ Նահանգները նույնպես կարող են ընդգրկվել բազմակողմ ֆորումներում կամ բանակցություններում որպես դիտորդներ կամ գործընկեր։ Սակայն ամեն բան այդքան էլ պարզ չէ հայ-ադրբեջանական հարաբերություններում։ Բաքուն մերժում է Նիկոլ Փաշինյանի առաջարկը եւ շարունակում է առաջ մղել Արևմտյան Ադրբեջան կոչվող գաղափարը։ Փորձագետների խոսքով Բաքուն տարբեր ու կեղծ ագրեսիվ պատումների միջոցով փորձում է կասկածի տակ դնել հայերի տեղաբնիկ լինելու փաստը, բաժանել հայ հասարակությանը եւ ապա լեգիտիմացնել հայկական պետականության գոյության իրավունքը։ Մանրամասները Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 10-ի առաջարկը Ադրբեջանը մերժում է, շարունակելով անդադար խոսել այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան վերադարձի մասին։ Ադրբեջանական պետական ալիքները շարունակում են հայկական տարածքներն անվանել ադրբեջանցիների հայրենիք, իսկ Փաշինյանը Համբուրգում հավասարության նշան էր դրել Արցախ վերադարձի եւ Արևմտյան Ադրբեջան վերադարձի միջև։ Դեռևս 15 տարի առաջ Ադրբեջանը նմանատիպ մի մոտեցում փորձեց ցուցաբերել, քանի որ կար Արցախի հայությունը, որոնք պայքարում իրենց ինքնիշխանության եւ ազատության համար, իրենք առաջ քաշեցին երկու համայնքների գաղափարը, որ Արցախում կա միջև այս դեպքերը ադրբեջանական համայնք եւ կա հայկական համայնք եւ պետք է բանակցությունները այնպես տանել, որ այդ հայկական համայնքը եւ ադրբեջանական համայնքը իրավունքների առումով հավասարեցվեն։ Հաջորդ փուլում, երբ որ մենք կորցրեցինք Արցախը, իրենք այս մոտեցումը փորձում են նորից կրկնել։ Արևմտյան Ադրբեջան ծրագրի շրջանակներում Ադրբեջանում շարունակվում են կազմակերպվել գիտաժողովներ, ցուցահանդեսներ եւ երիտասարդական ճամբարներ։ Այն ներկայացվում է որպես ադրբեջանցիների ազգային նպատակ։
Պատկերացնելու համար, թե որքան հետևողական է Ալիևն այս հարցում, բավական է ուսումնասիրել նրանց դասագրքերը, ուսումնական ծրագրերը եւ որպես արվեստ ու մշակույթ հրամցվող միջոցառումները։ Զրուցակցից հատկապես բարկացնում է հանգամանքը, որ ադրբեջանցիների նման ազգնի տարբերություն հայերի գործածում է ցանկացած առիթ ու մեր տարածքները ներկայացնում իրենց բանահյուսության մեջ։ Թույլ ղեկավարը ինքնին բերում է նոր պատերազմներ, նոր զիջումներ եւ իհարկե որևէ ձևով չի ներշնչում հույս ապագայի նկատմամբ։ Մեզ այս պարագայում եւ դիվանագիտական հարթակում եւ ինչու ոչ ռազմական գործերում ի նկատի ունեն պաշտպանության նախարարություն, ի նկատի ունեն բանակ, եւ առհասարակ ներքին համերաշխություն հարկավոր է ուժեղ ղեկավար։ Բաքուն հղում է անում մի շարք միջազգային կոնվենցիաներին, որոնց միջոցով պատասխանատվության է կանչում Հայաստանին իբր իրենց տարածքները զավթելու համար։ Արևմտյան Ադրբեջան հակահայկական կառույցը ինքնին ունի բավական լուրջ արձանագրված հաջողություններ, մենք պետք է այս փաստի հետ հաշվի նստենք եւ բոլոր այն զարգացումները, որոնք կապված են խաղաղության գործընթացի հետ, անպայմանորեն պետք է նաեւ այստեղ դիտարկենք ադրբեջանցիների վերադարձը որպես արդեն իսկ առաջ քաշված կարևորագույն հանգամանք։ Կանխատեսվող վտանգը կանխելու միակ տարբերակը ճիշտ արտաքին դիվանագիտությունն են համարում մասնագետները։ Սա պարբերաբար կրկնվում է։ Հիշենք 20 թվականից հետո հարբեցող եւ ստախոս էր անվանել Ադրբեջանի նախագահ գործող վարչապետին, ելի պատասխան չկար։ Ընդհանրապես հայերին շներ էր անվանել, նույնպես պատասխան չկար։ Այսինքն սա ցույց է տալիս, որ գործող իշխանությունները վախեցած են ինչ-որ բանից, ոչ միայն քաղաքական առումով, այլ գուցե նաև իրենց վրա կոմպրոմատներ գոյություն ունեն, նաև գործող վարչապետի վրա։ Փորձագետներն ընդգծում են, որ Ադրբեջանը չի փակելու ճակերտավոր վերադարձի հարցը, եթե նույնիսկ հայկական կողմը մոռանա Արցախ վերադարձի մասին։ Այն դարձել է Ադրբեջանի գլխավոր նպատակը, կամ ինչպես իրենք են բնորոշում, ազգային երազանքը։ Սեդամ Ակարյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին անգամ գործող իշխանության օրակարգում Բաղձալի խաղաղության հարցն է, սակայն Կիրանցում խաղաղությունն այլ տեսք ունի։ Տավուշի սահմանամերձ Կիրանց գյուղի առնվազն 6 բնակիչ Սպուտնիկ Արմենիայի տվյալով մինչև օրս հրաժարվում է Ադրբեջանին հանձնված գույքի դիմաց փոխհատուցումներից։ Ավելի վաղ սահմանազատման գործընթացի շրջանակում Կիրանցի տարածքի մի մասը, 2 տուն, կամուրջը դեպի Վրաստան տանող ճանապարհի մի հատվածը եւ ավելի քան 50 հատ տարբեր չափերի հողատարածք անցան Ադրբեջանի վերահսկողության տակ։ Գործող իշխանությունն այս գործընթացի շրջանակում մարդկանց փոխհատուցում է առաջարկել այն գույքի համար, որի վերաբերյալ նրանք ունեին սեփականության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, բայց բնակիչները մերժել են։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել Տավուշի մարզպետարան, մասնավորապես, քանի տուն եւ հողատարածք է հանձնվել Ադրբեջանին Կիրանցի հատվածում, քանի քաղաքացու էր հասնում փոխհատուցում, նրանցից քանիսն են այն ստացել, որքան է փոխհատուցման նվազագույն եւ առավելագույն գումարը։ Մարզպետարանը հրաժարվել է պատասխանել հարցերին, պատճառաբանելով, թե տեղեկությունը պետական գաղտնիք է։ Խուլիգանությունը դառնում է խոսքի ազատության սահմանափակման գործիք։ Փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով, թեև խուլիգանությունը նախատեսված է հանրային կարգի իրական խախտումները քրեորեն գնահատելու համար, գործնականում այն երբեմն գործածվում է ոչ թե հասարակական անվտանգությունը պաշտպանելու, այլ անհարմար խոսքը լռեցնելու նպատակով։ Սա վտանգավոր է, քանի որ երբ խուլիգանության սահմանները մշոշոտ են, ցանկացած բարձր խոսք կարող են որակել որպես հանցագործություն։ Քաղաքացին սկսում է ինքնագրաքննել իրեն, այդպիսով վտանգվում է խոսքի ազատության երաշխիքները։ Քրեական իրավունքը կորցնում է իր վերջին միջոց լինելու բնույթը։ Սա այլևս իրավական հարց չէ միայն։ Սա իրավական պետության որակի կամ դրա ամբողջական ոչնչացման հարց է։ Որպես քրեական ուղղությամբ մասնագիտացած փաստաբան համոզված եմ, որ խոսքը պետք է պաշտպանվի, ոչ թե քրեականացվի։ Դատարանի դերը ոչ թե անհարմար արտահայտությունը պատժելն է, այլ սահմանել, որտեղ է ավարտվում խոսքը եւ որտեղ է սկսվում իրական վտանգը։ Իրավական պետությունը սկսվում է այն կետից, որտեղ իշխանությունը կարողանում է ուժ գտնել եւ չպատժել խոսքի համար։ Սամվել Դպիր Գրիգորյանն աղերսագիր է ուղղել վեհափառ հայրապետին, հորդորելով կարգառույց հռչակել Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին, որը Աբրահամ եւ Գևորգ սրբազանների հետ մի քանի օր առաջ դուրս է մնացել հոգևոր խորհրդի կազմից ու հեռացվել Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդի գահից։ Աղերսագրում Դպիրը ներկայացրել է, թե ինչ հիմքով կարող է եկեղեցական բարձր աստիճանակարգից զրկվել հոգևորականը։ Ներկայացնում ենք հիմնավորումները կետերով։
Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ունի դավանաբանական լրջագույն շեղումներ, Աստվածաշնչին հակառակ թեզեր է արծարծում ու սրբագրում մեղքերը։ Հակականոնական է ընթացքը, պատահակի ընթացքում կաթողիկոսի եւ թեմի առաջնորդների անունները զեղչելու հետ հաշտ է եւ հովանավոր դրանց։ Նվիրապետական կարգի դեմ է ընդվզում, միացել է սադրիչ հայտարարությունների, կարգալույսների պատարակման արարողություններին անվանում է պատարակ, կարգալույսների եւ հերձվածողների հետ գրոհել է մայրաթոռը։ Ավետարանի խոսքն ակնհայտ աղավաղում է։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էլ գրել է, որ իշխանության ներկայացուցիչներից մեկը հոգևոր սպասավորներին է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե կամ սպասարկում եք 10 եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը կամ մնում են KGB-ի օրակարգի մեջ։ Հայ Ռուբենը հավելել է, որ իբրև կեցված եւ դիրքորոշում միանում է Միքայել Սրբազանի խնդրանքին, ուղղված վեհափառ հայրապետին, որ անհողդողտ եւ անսասան մնա։ Իսկ թուրքական երկու խոշորագույն լրատվամիջոցներից Aydınlık եւ Sözcü դեկտեմբերի 19-ին եւ 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել, շեշտելով, որ Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվում նշանակել ամենայն հայոց կաթողիկոսին։ 5 միլիոն հետևորդ ունեցող Aydınlık-ը մասնավորապես գրել է, որ Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին։ Նախագահ Թայիպ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։ Ըստ պարբերականի այդ խոչընդոտը Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսն է, հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։ Թուրքիայում հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում։ Իսկ հա թուրքական մյուս մեծ լրատվականը Sözcü-ն գրել է, որ միակ կառույցը, որը Հայաստանի նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, հայ առաքելական եկեղեցին է։ Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում։ Միջազգային լրահոսից Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ նախորդ շաբաթ Ուկրաինայի համար պատմական դիվանագիտական շաբաթ էր։ Գլխավորն այն է, որ Ուկրաինային տրամադրում են 90 միլիարդ եվրո 2 տարվա ընթացքում։ Սա դեկտեմբերի կարևոր արդյունքն է, ամբողջ տարվա կարևոր արդյունքը։ Եվրոպան դրական որոշում է կայացրել։ Մենք այս որոշման համար պայքարել ենք շատ երկար ժամանակ, հայտարարել է Զելենսկին։ Նա նաև կարևոր է համարել, որ ռուսական ակտիվները արգելափակված մնան Եվրոպայում եւ հույս հայտնել, որ ռուսական սառեցված միջոցներով կփակվեն ուկրաինական պարտքերը Եվրամիությանը։ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու վերաբերյալ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանում Ուկրաինայի եւ Եվրոպայի առած փոփոխությունները չեն նպաստում կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նա ավելի քան վստահ է, որ այն փոփոխությունները, որոնք արել են կամ փորձում են անել ուկրաինացիներն ու եվրոպացիները, չեն բարելավում երկարաժամկետ խաղաղության հասնելու հնարավորությունները, հայտարարել է նա։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Սա մեր պատերազմը չէ, սա պատերազմ է մեկ այլ մարտհամակում, ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին։ Մենք այնտեղ շահեր ունենք, բայց կոպիտ ասած սա մեր պատերազմը չէ, սակայն բոլորը մեզ ասում են, որ մոլորակի վրա կա միայն մի երկիր, որը կարող է խոսել երկու կողմերի հետ եւ որոշել, թե կա արդյոք այս պատերազմը խաղաղ ճանապարհով ավարտելու հնարավորություն, եւ դա Միացյալ Նահանգներն է, ասել է նա։ Ուկրաինան պետք է պատրաստ լինի նրան, որ 2026 թվականին մարտական գործողությունները շարունակվելու են, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Ահա թե ինչու Եմեն հաստատեց Կիևի համար 105 միլիարդ դոլարի վարկը, պատերազմի ծախսերը հոգալու համար։ Եթե մենք այս ձմեռ մտնենք առանց խաղաղության համաձայնագրի, մարտական գործողությունները կշարունակվեն, ասել է նա, հավելելով, որ նախագահ Թրամփն ու նրա թիմը մտադիր չեն հանձնվել։ Միացյալ Նահանգները վրեժի օպերացիա է իրականացրել Սիրիայում, մասնավորապես ԱՄՆ զինված ուժերն իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ են հասցրել կործանիչներով, հարձակողական ուղաթիռներով եւ հրետանիով։ Գործողությունն իրականացվել է ի պատասխան օրերս Պալմիրայում պարեկների վրա զինյալների հարձակման, որի հետևանքով զոհվել է ԱՄՆ 3 քաղաքացի։ Օրերս Թուրքիայի Իզմիտ քաղաքում կործանված անօդաչու թռչող սարքը պարզվել է ռուսական է։ Ռուսական անօդաչու թռչող սարքը դուրս է եկել վերահսկողությունից եւ մտել մեր տարածք, հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։ Դրանից հետո Թուրքիայի տարածքում կործանվել է եւս 2 անօդաչու սարք, որոնց ծագումն ուսումնասիրվում է։ Ծեծկրտուկ Թուրքիայի խորհրդարանում բյուջեի քննարկման ժամանակ
Ծեծկրտուկը տեղի է ունեցել Արդարություն եւ զարգացում կուսակցության եւ Հանրապետական կուսակցության անդամների միջև։ Չնայած դրան, բյուջեն ընդունվել է։ Կալիֆոռնիայում ավելի քան 130,000 սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Պատահարի հնարավոր պատճառ է նշվում ենթակայաներից մեկում տեղի ունեցած հրդեհը։ Tesla եւ SpaceX ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձել է մոլորակի առաջին մարդը, որի կարողությունը գերազանցում է $700 միլիարդ, գրում է Forbes-ը։ Tesla-ն կրկին դարձել է Մասկի ամենաարժեքավոր ակտիվը։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից Ելիսեյան պալատից 40,000 եվրո արժողությամբ արծաթե սպասք եւ ճենապակի են գողացել։ Ձերբակալվել է սպասքի համար պատասխանատու աշխատակիցը։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերը կրկին եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի գործընկեր Սվետլանա Պետրոսյանը։ Ես Գառնիկ Թաֆյանն եմ, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ աշխատանքային օրվա արդյունավետ շարունակություն։